Աստված ման է գալի։ Գիտեք, Աստված զորավոր մարդիկ միշտ էլ ունեցել է։ Միշտ էլ երբ որ նայում ենք Դանիելին նայենք, Մովսեսին նայենք, շատերին նայենք, մենք կտեսնանք, որ իրանք աղոթքի զորավոր մարդիկ են եղել։ Եվ այնտեղ գրած է Եսթերի մեջը, Եսթեր գրքի մեջը, Եսթերը դա կերպար է, եկեղեցու կերպար է։ Եվ Եսթերի գրքի մեջը գրած է, որ Մորդքեն եկավ Եսթերին եւ ինչ ասեց։ Ասեց, որ միգուցե դու այս ժամանակի համար ես հասել թագուհության, որպեսզի կանգնես այս պահի համար ես դու ընտրված։ Եվ Եսթերը աղոթքի զորավոր, ինքը ասեց ծոմ պահեք, աղոթք արեք, եւ ինքը պետք է գնար թագավորի առաջ, պետք է գնար բարեխոսելու իր ազգի համար։ Եվ Աստված օգտագործեց Եսթերին, իր ազգի համար օգտագործեց։ Եվ մենք գիտենք, որ Հակաքրիստոսի ոգին, Համանը, Ամաղեկացի Համանը, դա ծրագիր էր մշակե, գենոցիդ էր կազմակերպե հրեա ազգի դեմ։ Բայց Եսթերի միջամտությամբ շուռ եկավ պատմությունը։ Դրա համար Աստված այսօր ման է գալի բարեխոսների, որպեսզի ճակատագիրը փոխի։ Աստծուն անհրաժեշտ են այն մարդիկ, ովքեր կկանգնեն Աստծու առաջ։ Մենք տեսնում ենք, որ Դանիելը ինքը աղոթքի մարդ էր, զորավոր մարդ էր։ Ինքը կանգնեց Աստծու առաջ աղոթելու իր ժողովրդի համար եւ Աստված հնարավորություն ունեցավ Բաբելոնյան գերությունից դուրս բերեց հրեա ժողովրդին Դանիելի աղոթքների շնորհիվ։ Աստված կարողացավ բարձրացնել հետագայում Եզրասին, Զորաբաբելին։ Աստված աղոթքների միջոցով զորավոր մարդիկ է բարձրացնում։ Առաջի դարի եկեղեցին ինքը աղոթող եկեղեցի էր։ Եվ մենք տեսնում ենք աղոթքների շնորհիվ հալածանքը ուղղված էր աշակերտներին, քրիստոնեությանը։ Եվ սկսեցին իրանք աղոթել, գիտեք, սպառնում էին իրանք սպառնում էին, որ իրանք չհավաքվեն Հիսուսի անունով, բայց իրանք զորավոր ձևի աղոթք արեցին։ Գիտեք ինչ ձև աղոթեցին։ Այդտեղը ցնցվեց։ Դա երկրաշարժ չէր։ Հատուկ այդտեղը, որտեղ աղոթում էին, հենց այդտեղը գերբնական ձևի ցնցվեց այդտեղը։ Տերը պատասխանեց այդ աղոթքը։ Եվ այդ աղոթների շնորհիվ առաջի դարի եկեղեցին աղոթքի եկեղեցի էր։ Եվ այդ աղոթների շնորհիվ Աստված կարողացավ Հերովդեսին, վերացավ Հակաքրիստոսի ոգով լցված էր Հերովդեսը։ Եվ Աստված կարողացավ շատ բան շուռ տալ դեպի բարին։ Աստված կարողացավ Սողոսին Պողոս դարձնի աղոթների շնորհիվ։ Այնքան բան փոխվեց։ Այսօրվա դրությամբ ինչ ա պետք։ Մենք խնդրենք, որ Տերը տա մեզ աղոթքի հոգի։ Գրած է Զաքարիայի մեջ ասում Աստված վերջի ժամանակների համար կթափի շնորհքի եւ աղոթքի հոգի։ Մենք խնդրենք Տեր, տուր ինձ աղոթքի հոգի։ Ես ուզում եմ լցվեմ Սուրբ Հոգով, աղոթքի հոգով։ Խնդրեք, սիրեք աղոթել, սիրեք խոսքը կարդալ։ Փնտրեք Աստծո երեսը։ Միգուցե դու միջոցն ես, այն անձնավորությունն ես, որ քո աղոթքը կունենա մեծ նշանակություն քո ազգի համար, քո ժողովրդի համար, քո ընտանիքի համար, ինչ որ մեկի համար, որը թանկ է քեզ համար։ Միգուցե քո աղոթքները նպաստում են, որ ինչ որ մեկը փրկություն ստանա։ Կարող է երկնքում իմանաս, որ շատերը քո աղոթքով են փրկվել։ Եղի աղոթքի մարդ, եղի նախանձավոր Աստծո համար։ Թող Սուրբ Հոգին լցնի ամեն մեկիդ։ Փառք Աստծո։ Ես հանձնում եմ մեր Կարեն եղբորը, որտեղ ինքը պետք է պատգամ տա։ Շնորհակալ ենք։